Տարիքի մասին հարցը ես ինձ թույլ եմ տալիս կանանց տղամարդկանց այս եթերում հնչում է դուք այն տարեկան եք եւ այդ տարիքը ոնց եք զգում։ Ես 78 տարեկան եմ, չեմ թաքցնում։ Շատ հարցին փիլիսոփայորեն եմ մոտենում։ Ես շատ հավանեցի, երբ որ Շուֆուցինսկին իրեն 75-ամյակներ նշում, ասեց սկիզբը ոնց որ ուզում էի տխրել, հետո հասկացա, որ ես մոտենում եմ առաջի 100-ամյակի ավարտին։ Այդպես էլ են պատասխանել։ Այնպես որ դու պետքա փիլիսոփայորեն մոտենաս, դու ապրում ես այնքան, ինչքան որ ապրում ես, ինչքան որ գործում ես, ինչքան որ պիտանի ես մարդկանց համար։ Ընդունված բան կա երկրորդ շնչառություն, որ մեր հաղորդումն էլ անուն ունի, լինում է մարդկանց կյանքում этап, որից հետո վերարժևորում է, լինում առողջական խնդիրն է պատճառը, լինում է այն, որ մասնագիտություն են փոխում, ձեր կյանքում երկրորդ շնչառություն վերցնելու ժամանակը եկել է, թե դուք դեռ մի թափով գնում եք այս առաջի հարյուրի մեջ։ Չէ, դեռ առաջի շնչառությունն է։ Կա իսկապես։ Բամբալան, երկարակեցության համար լավ ծերության համար, այս բառերը օգտագործում ենք, ամուր ընտանիքը, միակ սերը, սա էլ կարևոր հանգամանք չի, ընդհանրապես ասում են տղամարդու հաջողակ պիտի կինը, հետևում միշտ հաջողակ կին է կանգնած, համեստ։ Եթե քո կինդ քո մեջքին չի կանգնած, դու երբեք չես կարող անել այն ինչ որ ուզում ես անես եւ լինես հաջողակ։ Ես օֆիցիալ կարող եմ ասեմ, որ ես շատ շնորհակալ եմ իմ կնոջը, որովհետեւ բավականի մեծ բեռ է վերցրել ժամանակի հատվածում, հիմա էլ շարունակում է վերցնել այդ բեռը իր վրա, որ տա հնարավորություն, որ մենք անենք այն, ինչ որ պետք է անենք։ Քանի տարի եք միասին, պարոն, կես դար կա, նշել եք։ Դե գրեթե արդեն։ Քիչ է մնացել։ Հոբելյանների տարի ալինելու։ Քիչ է մնացել որ նշենք։ Թող լինի, թող լավ այդ օրերը գան եւ երբ որ ասում եք ծերություն, դուք երկարակեցություն, այս բառերը ձեզ խորթեն, թե այնուամենայնիվ ինչ սահմանումներ կա, ձեզ այն շատ են հերու այդ բաները։ Ոնց է գիտեք, ծերություն առաջ օգտագործում էի, հիմա արդեն ասում եմ ասեն մեծ տարիքի կամ չգիտեմ, որտեվ ինքը այդ հասկացողությունները մի քիչ ավելի փոփոխական են ժամանակի ընթացքում։ Ես միշտ հիշում եմ մի դեպք կար 1-2 տարի առաջ մի ամուսիններ եկան մոտս խորհրդատվության, դե մենք ճիշտ է հիմնականում մանկական հիվանդանոց ենք, բայց մենք մի քանի ուղղություններ ունենք, որ մեծահասակների ենք սպասարկում, այդ թվում երիկամաբանությունը եւ ասենք երիկամի փոխպատվաստումը, մյուսը այդ ամենը եւ իրեն կնոջը կար բարդ երիկամի քար եւ ասել են որ լավ կլինի այդ քարը դժվար է քարը հեռացնել ավելի լավ կլինի երիկամը հեռացնել եւ ինքը եկավ երկրորդ կարծիքի ես ասացի գիտեք ասացի դեռ երիտասարդ եք 51 տարեկան կնոջը կարծում եմ պետք է պայքարել ես երիկամի համար Եվ համապատասխան գործընկերոջս զանգարեցի, խնդրեցի, որ իրենք կիրառելով լավագույն մեթոդները պահպանեն երիկամը, քարը հեռացնեն։ Շատ շնորհակալ էին, գնում էին եւ դրանը մոտեցավ ամուսինը, ասաց, հետ եկավ, ասաց, գիտեք, կրկնակի եմ շնորհակալ։ Ասացի, ասաց նախ որ մեզ խորհուրդ տվեցիք, որ մենք պահպանենք երիկամը, երկրորդը որ ասացիք երիտասարդ եք 51 տարեկան, դե ասում 51 տարեկան դուք երիտասարդ եք, այսինքն գիտեք տարիքը դարել է հարաբերական, որովհետև իրականում դու այնքան ես երիտասարդ, ինչքան որ դու քեզ զգում ես երիտասարդ։ Այո, մեր բոլոր հյուրերն ասում են, մի պատմություն էլ ես պատմեմ, Միկին Վարդենիսից ինձ զանգեց գյուղերի հարակից գյուղերի բնակիչներին հավաքել էր, կարող էր եղել ինքը ու կարել էր սովորեցնում, ասում էր որ իրենք փող աշխատան եւ պատերազմի ժամանակ էր հասկացել որ գյուղերում կարող չկա եւ հմտությունը հրաշալի գործեր էր անում, ասեց ուզում եմ գամ ձեզ հյուր, որպես ավակ սերնդի, հարցեցի ասի դուք քանի տարեկան եք, ասեց 68, ասի ոյ բայց օբսոս շատ ջահել եք, իրեն թվաց թե կատակ եմ անում, բայց իսկապես ինձ համար էլ 70, որտեվ ես տեսնում եմ մարդիկ 90-ում դահուկներով թենիս են խաղում, հետաքրքիր կյանք ունեն, աշխատանքային մրցունակ են, բայց իրենք ծեր չեն։ Հա, ծեր չեն, հեսա դրա համար ինքը այդ հասկացությունները մի քիչ տերմինները փոխենք երեք։
Սովորական չափումներով հանգիստը, հոբին, ձերը ո՞րն է, որտեղ եք հանգստանում, բայց ոչ թե գործից է, ձեր ասած հանգիստը ես հանգիստ չհամարեցի, բայց որ հանգստանում եք ու լիարժեք հանգստանում եք։ Հոբին Ես ճիշտ ասած սիրում եմ ձգնորսություն եւ ժամանակ առ ժամանակ լինում եմ Արաքսի ափին։ Ինձ համար Արաքսը իմ սիրելի գետնն է։ Իհարկե աշխարհի տարբեր երկրներում եղել եմ ավելի մեծ գետեր եւ օվկիանոսներ եմ տեսել, լճեր եմ տեսել, բայց ինձ համար բնությունը Հայաստանի իմ հարազատն է եւ ես սիրում եմ Հայաստանի բնությունը։ Հենց հետաքրքիր հոբի ունեք, ձեզ շատ համապատասխան լռություն, մենակ եք չէ երևի գնում, լռություն, բնություն։ Այո, եւ ջրի խշշոցը։ Ինչքան հաճախ է գնում, որ լավ ստացվում է, թե որ հատվածներն է գնում, եթե գախնիկ չի։ Որ հատված է գնում, ու չեք հասնում շատ հարավ։ Տարբեր, բայց ամենաշատը իհարկե ավելի մոտիկ հատվածներում եմ լինում։ Բոլոր սարքավորումներն ունեք, ամեն ինչ։ Բոլոր սարքավորումներ ունեմ։ Հրաշա։ Իսկ ձգնորսություն ընկեր ունենում են, ընկերով են գնում, հա, ընկերներ են ունենք։ Սոցիալական շփումները շատ է օգնում մարդկանցից, թե այնուամենայնիվ կա խումբ մարդիկ, կան ընկերներ, որոնք դա էլ ասում են, որ երկարակեցության համար կարևոր հանգամանք է։ Իսկ գտնում եմ, որ անհնարին է առանց մարդկանց հետ շփվելու ապրել։ Դա իմ համար հաճույք է մարդկանց հետ շփվելը։ Եթե նույնիսկ պետք է ինչ-որ բան բացատրես, երկար բացատրես, բան պետք է համբերատար բացատրես, ասես, այդ ամեն ինչը շփումները շատ կարևոր են։ Հետո այդ շփումները քեզ էլ դու մեկին տալիս ես, մյուսից վերցնում ես, մարդկանց հետ որ շփվում ես, դու էլ ես բան սովորում, դու էլ ես նորություններ իմանում, դու էլ ես բաներ սովորում իրենցից, այնպես չի որ միայն դու տալիս ես, դու միակողմանի չի։ Շփումը շատ կարևոր է։ Նրանք են ավելի մեծ դժվարություններ ունենում, ովքեր որ շփում չունեն։ Իրանք ոնց ասեմ, մեղք են։ Իսկապես կարելի է, ես էլ եմ շփվող, իմ համար էլ կարևոր նշանակություն ունի։ Պարոն Բաբլյան, շատ անկեղծ լինենք, անցած օրը երթուղայինը Շիրվանզադե փողոցից թեքվեց դեպի Մամիկոնյանց, Միկին այսպես ասեց. Բաբլյանի մոտ կկանգնեք, էլի։ Ոնց է ապրել մի քաղաքում, որտեղ անունը արդեն չասեց Մամիկոնյանց փողոցում, չասեց Արաբգիր կենտրոնում, այսինքն ինչպես է ապրել մի քաղաքում, որտեղ ձեր անունը արդեն բրենդ է, արդեն շատ դրական բաների մասին է խոսում, խորհրդանիշ է։ Ճիշտն ասած, իմ համար դա սովորական երևույթ է, որտեղ ես նույնիսկ շատ անգամ չեմ նկատում դա, այդ ամենը ինքնստինքյան է ստեղծվել։ Հավանական է ինչ որ տարիների ընթացքում ստեղծվել է եւ բնական եմ ընդունում։